Դուք ուսուցչուհի եք, ներեցեք։ Ոչ, բայց ինչ-որ չափեք։ Ես լրագրող եմ, ես հիմա դպրոցում եմ, որովհետև ահազանգ ունենք ծնողներից, որ տնօրենին ապօրինի ազատման հրաման են արձակել եւ դպրոցը բոյկոտել է ուսուցչակազմից մինչեւ այո, ծնողներ մինչեւ երեխաներ եւ հենց հիմա ինձ բալիկները ցույց են տալիս իրենց բոյկոտի ակցիայի պաստառները, կներեք, բալիս կպահեք, ես նկարեմ, ձեր դեմքը չեմ պահի, ահա, հետ բերեք մեր հին անձնակազմը, դուք բոլորդ նույն դասարանից եք երեխեք? Այո։ Այս դուք եք ձեր ձեռքով գրել, թե ձեզ Մենք ենք գրել, մենք մտածել գրել ենք։ ձեր դեմքը ցույց չեմ տալիս, բալես, պարզապես պիտի ցույց տանք, որ կան երեխաներ, որոնք իրենց իրավունքների համար կռիվ են տալիս։ Հիմա դուք չեք պատրաստվում գնալ տուն, մեզ ասացին, որ նախարարությունից սպասում են, որպեսզի գան, այստեղ պարզաբանեն, թե ինչու են տնօրենին ազատել։ Դուք ինչ եք պատրաստվում անալ երեխաներ։ Դուք մնալ եք մինչև դեռ։ Դուք կարծում եք ձեր պայքարը արդյունք կտա տղաներ։ Մենք հուսով ենք, այսքան որ ստորագրությունները հավաքվել, մեր ձայնը կհասնի նախարարին եւ իրենց միտքը Իսկ ինչու եք վիրավորվել, նախարարությունը իրավունք չուներ ձեր կարծիքով իր ճաշակով տնօրեն նշանակել։ Մենք ուղղակի արդեն էին ազատել մեր Հիմքեր չունեին։ Այսինքն ձեզ ինչ է հայտնի այդ հիմքերից։ Որոնք անկիմն եկել են ու ազատել են մեր տնօրենին, առանց որևէ պատճառ ներկայացնել։ Մենք պայքարելու ենք եւ սուքը հավերժ է, եթե չկա պայքար։ Վայ ապրես, ինչ կամ այնպես։ Դու ինչ ես մտածում, քո պաստառը հələ տեսնեմ, բալես։ Ինչ եք պատրաստվում անել։ Ինչ եք պատրաստվում անել։ Մինչև վերջ մնալու եք։ Իսկ եթե այդուհանդերձ ձեզ նոր տնօրեն պարտադրեն, եթե նոր տնօրեն պարտադրեն, դուք ինչ պիտի անեք, պիտի տեղափոխվեք մեկ այլ դպրոց։ Մենք հրաժարվելու ենք։ Այսինքն ձեր կռիվը հիմա ոչ միայն տնօրենի համար է, այլ նաև ձեր ուսուցչակազմի։ Ճիշտ եմ հասկանում։ Ձեզպես մտածող աշակերտները շատ են։ Համեցեք, ձեր ակցիան իրականացեք, մենք գանք կնկարենք։ Շնորհակալություն ձեզ։ Ես Ալվինան եմ։ Ինչ կարաք ձայնագրեք ներքևը։ Նատալի Գարունով խոսեց, ինչ հնարավոր է, արեք դպրոցի Տնօրենության սենյակն է սա, աշխատակազմը այստեղ է, մեզ հետ դեռ չեն պարզաբանվում, որովհետև սպասում են նախարարության ներկայացուցչին, իսկ նախարարության ներկայացուցիչները ուշանում են, նրանք որոշումը արձակել են դպրոցի վերանշանակման քննությունը հանձնելուց հետո, ինչը ըստ ուսուցչակազմի փայլուն է հանձնել իրենց 10 տարվա տնօրենը եւ պիտի վերանշանակվեր, բայց անակնկալ որոշում են ստացել 3 օր անց, այսինքն այսօր առավոտյան, եւ հասկացել են, որ տնօրենին ազատում են աշխատանքից։ Դպրոցը Պուշկինի անվան դպրոցում պարալիզացված է ամբողջ ուսումնական պրոցեսը, խնդրեմ ծնողների երեխաների տուն են տանում։ Ես հիմա իջա, սիրելիս։ Ծնողները ինձ մոտենում եւ ասում են, որ ներքևում ստորագրահավաք է տեղի ունենում, առավոտյան ԿԳՄՍ-ից իջեցված որոշում այսպես հարամել է իրենց օրակարգը, խնդրեմ, ծնողները ներքևում են, ծնողները իրենց հերթին են պայքարում, ուսուցչակազմը իր հերթին է պայքարում, որպեսզի պաշտպանեն իրենց իրավունքները, իրենց խոսքով ապօրինի տնօրենին ապօրինի ազատման հիմքերի համար եւ մտադիր են պայքարել մինչեւ վերջ։